Հարգելի բարեկամներ, եթերում Ազատ Արաբլոգն է, ես Արմեն Հովհաննիսյանն եմ, շնորհակալություն աջակցության համար, ձեր մեկնաբանությունները, լայքերը, կիսումները շատ կարևոր են մեզ համար, շատ կարևոր են Ազատ Արաբլոգի կենսունակությունը ապահովելու համար, ևս մեկ անգամ շնորհակալություն եւ խնդրում եմ շարունակել նույն ոգով, առնվազն նույն ոգով, եթե հնարավոր է նույնիսկ ավելի ակտիվ։ Եվ այսպես կարևոր իրադարձությունների մասին կան իհարկե բաներ, որ մենք կարծես թե Ազատ Արաբլոգում չենք խոսել, որոնք այս շաբաթների ընթացքում տեղի են ունեցել, բայց կարծում դրանց շուրջ շատ է խոսվել, ոչ միայն Ազատ Արաբլոգում, նաև իմ կողմից այլ տեղերում Կարեն Սարգսյանն է խոսել, ոչ միայն Կարենը, շատերը, եւ կարծում եմ պետք է առաջ անցնել, պետք է խոսել ինչն է ակտուալ այսօր։ Եվ դա իհարկե շարունակությունն է Իրան Միացյալ Նահանգներ այսպես երկխոսության։ Դրա մասին արդեն խոսել ենք, բայց ոչ թե հիմա այժմ մենք կրկնելու ենք, թե ինչ խոսել ենք, քննարկել ենք անցյալ անգամները, այլ ինչ է կատարվում հիմա։ Օմանում տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը, Միացյալ Նահանգները եւ Իրանի կողմը իհարկե տալիս են իրենց մեկնաբանությունները։ Եվ այստեղ պետք է կարողանալ պրոպագանդիստական կամ ներքին քաղաքականության որոշակի սպეციფიკան ընդգծող կամ սպეციფიკայով պայմանավորված, մասը այդ խոսույթի տարանջատել եւ փորձել հասկանալ իրականում ինչ է կատարվում։ Օրինակի համար արդեն Խամենեին հանդես է եկել եւ ասել է, որ ոչ մի զիջում չենք անում, մեր կարմիր գծերը մնում են։ Սա շատ կարևոր է Իրանի ռեժիմի պահպանման համար, Խամենեի անձնական դիրքի այսպես եւ ազդեցության պահպանման համար, չնայած ֆորմալ իր պաշտոնը ցմահ է, բայց բոլոր դեպքերում իր ազդեցությունը նաև կապված է որոշակի վերնախավի շրջաններում աջակցությունից, ինքը միշտ հենվել է ամենակոնսերվատիվ, ամենապրինցիպիալիստ են ասում Իրանի հետ կապված, այդպես են թարգմանում, պարսկերեն բառը, այս պրինցիպիալիստների կամ պահպանողականների, այսպես ասենք, ճամբարն է իր հենարանը, ինքը այդ ճամբարի այսպես շահերն է ներկայացնում եւ բնականաբար որևէ կերպ չի կարող ցույց տալ, որ իրենք այս կան տասնամյակներ պայքարից հետո հանգարց զիջումներ արեցին Միացյալ Նահանգներին եւ ինչպես իրենք են ասում սիոնիստական գոյացությանը։ Սա մի փաստարկն է կամ մի գործոնն է, որ ազդում է իր խոսույթի վրա, նա պարտավոր է դա ասել, բայց իրականում չի ասվում, որ բանակցությունները տապալվեցին։ Իրանցիները արդեն բարձրաձայնել են, թե ինչ են ուզում, այնտեղ մի քանի կարևոր բան է, առաջին հերթին հանել սանկցիաները, ցանկացած տիպի, հնարավորություն տալ իրենց նավթ վաճառել, գազ վաճառել ում ուզում են, ինչ քանակությամբ ուզում են, այդ թվում նաև Չինաստանին։ Այստեղ փաստորեն Իրանի վրա ճնշումից բացի, իր քաղաքականության համար, ճնշումից բացի, կա նաև ճնշում կապված, որ Իրանը նպաստում է Չինաստանի հզորացմանը, իրենց մեծ քանակությամբ նավթ եւ գազ վաճառելով կամ ունենալով ցանկություն վաճառել եւ դրա համար անդադ ճնշում է գործադրվում, որ պետք չէ չինացիներին տալ հնարավորություններ ել ավելի հզորանալ եւ զարգանալ, իրենք ասում են դա էլ պետք է անենք, որովհետեւ դա մեր տնտեսության խնդիրն է եւ մեր ինքնիշխանության ում ուզենք կվաճառենք, ասում է Իրանի պաշտոնական ներկայացուցիչները, սա եւ իհարկե հանել սանկցիաները կապված սառեցված հաշիվների հետ, այնտեղ միլիարդավոր եւ միլիարդավոր դոլարների մասին է խոսքը, որը Իրանը կարող է ծախսել ըստ իր հայեցողության։ Դա նշանակում է, որ Իրանի կարմիր գծերը որն են, որ ինքը չի ճանաչելու Իսրայելը, ընդհանրապես Իսրայել պետության գոյության իրավունքը չի ճանաչելու, ավաղ
կասեմ ինչու ավաղ, բազմիցս դրա մասին խոսել ենք, կարճ էլի կհիշեցնեմ, որպես եւ ռեժիմի, այսպես ասենք, լիբերալիզացիայի, բացի որոշակի շատ նեղ շրջանակներից չի գնալու։ Սա է Իրանի համար կարևոր սկզբունքային պայերը, իրենք փաստորեն մնում են իրենց դիրքորոշման վրա հենված, բայց եւ կրկնում եմ, չեն մերժում շարունակությունը եւ համարում են, որ տապալված չէ, պետք է շարունակել երկխոսություն։ Միացյալ Նահանգներում մի կողմից փաստորեն մատ թափտվեցին, կարելի ասել, Իսրայելի վրա, որպես Իսրայելը չխոչընդոտի, իսկ Նետանյահուն եւ Նետանյահուին աջակցող լոբին, հա, Միացյալ Նահանգներում ամեն ինչ միշտ արել է, որպեսզի նման գործակները տապալվեն կամ եթե նույնիսկ իրականանում են, սառեցվեն, ընդհատվեն եւ այլն։ Եվ հիմա փաստորեն Տրամփը մատ թափտվեց Իսրայելին, որպեսզի չխանգարեն։ Միջազգային մամուլում կա անդրադարձ, որ դա կապված է նրան, որ երբ որ Իսրայելը Միացյալ Նահանգները եւ կառավարությունը փաստորեն կանգնեց երկընտրանքի առջև, որի առջև հետական անգամ դնում են Նետանյահուն, որ ինքը պետք է խփի միջուկային օբյեկտներին, սա դեռ ըստ Իսրայելի լայնածավալ պատերազմ չէ։ Եվ սա ընդամենը հարված է, իրենք իրենց ուժերը գնահատում են, որ այս փուլում, այս վարկյանին իրենք վիճակի չեն Իրանի հետ այսպես ուղղակի առճակատման մեջ մտնել, բայց Միացյալ Նահանգները պետք է իրենց աջակցեն դրանում։ Եվ որոշակի շրջանակներ նույնիսկ Տրամփի շուրջ դրան դեմ էին։ Ես համոզված եմ, որ Տուլսի Գաբարդն է դեմ, ինքը ընդհանրապես բան է, պացիֆիստական ինչ-որ չնայած շատ իմ կարծիքով այլասերված եւ անհասկանալի խոսքը Իրանին հարվածների մեջ չէ ընդհանրապես պատկերացումներ ունի խաղաղությունը ինչ է եւ խաղաղության գնի մասին, բայց այս դեպքում տեսեք դրականն ազդեց, որ եւ նաեւ կասեմ ինչու դրական։ Հա, այսպես գնահատականները այս փուլից հետո իր նմանները կան, որոնք գտնում են, որ ժամանակը չէ եւ այլն, գուցե գտնել խաղաղ լուծում։ Եվ Տրամփը մի քիչ մատ թափտվեց Իսրայելի վրա, դրանից հետո մատ թափտվեց փաստորեն Իրանի վրա, որ եթե իրենց շատ համառ պահեն, այ, շատ վատ կլինի, կխփեն, շատ ծանր գին է վճարելու Իրանը, եթե Իրանը տապալի, եւ մի գործոն էլ կա կարևոր, մինչև այդ գնահատականների մասին անցնեմ, իհարկե դրա մասին պետք է անկեղծ խոսել, որ ռուս-ուկրաինական այսպես կոչված բանակցությունները կամ ռուս-ամերիկյան բանակցությունները ավելի շուրջ Ուկրաինայի շուրջ, դա ավելի ճիշտ է, իրենք այնպեսի անհույս եւ կախված վիճակում են, որ Տրամփին պետք է այլ հաջողված օրակարգեր, որտեղ ինքը մեծ խաղարար է, որը նույնիսկ հավակնում է Նոբելյան մրցանակ ստանալու։ Եվ դրա համար իրեն պետք է նաև այդ Իրանի բանակցությունները Իրանի հետ, որտեղ կարծես թե գործերը ավելի լավ են գնում, քան այդ Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Ինչու ավաղ չի ճանաչի, ասենք մեզ ինչ թե ճանաչում է, թե չի ճանաչում, քանի դեռ Իրանի վերնախավի եւ այդ շիական ֆունդամենտալիստական մոտեցումը ուժի մեջ է, որ Իսրայել պետությունը գոյություն չպետք է ունենա, դա ապօրինի գոյացություն է, որ այն պետք է պարտադիր ոչնչացվի, ոչ թե Պաղեստինյան պետություն ստեղծվի կողքը, ոչ թե սահմանափակվի գործունեությունը, Նետանյահուին տանեն դատեն բան, դա չի բավարարում իրենց, այլ Իսրայել պետությունը պետք է ոչնչացվի, ռեգիոնը մնալու է լարման աղբյուր, որտեղ դրանից օգտվելու են տարբեր շրջանակներ եւ անդադ Իրանը մնալու է թիրախ։ Իրանը մնալու է թիրախ, հավատացնում եմ, հարավային Կովկասը չի կարողանա մնալ այսպես անջատ
եւ խնդիրներ չունենալ կոնկրետ Հայաստանը մեզ արժիներթին Հայաստանն է հետաքրքրում եւ 1000 մի տեղ կան հետևանքներ ընդհանուր մինչեւ ինչպես սիրում է ժողովուրդը ասել առիթավորվելու հնարավորություն է ստանում Ադրբեջանը եւ այլն, էլ չեմ ասում որ մարտերը եւ հարվածները կարող են մեր սահմանից մի քանի 100 մետրի վրա գնալ պատկերացնում եք թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Էլ չեմ ասում որ ճանապարհները փակվեն, մեր լոգիստիկ խնդիրները սրվեն, ինչպես միշտ լինում է պատերազմի ժամանակ եւ այլն։ Դա ամենամեղմ տարբերակներն եմ ասում։ Դրա համար, երբ որ ես ասում եմ ավաղ, դա նշանակում է, որ գլոբալ ֆունդամենտալ լուծում այդ խնդիրը չի կարող ստանալ, քանի դեռ Իրանի ռեժիմը այդ մոտեցումը ունի։ Ծայրահեղ որից հրաժարվել են ինչալոց արաբական երկրների մեծ մասը։ Արաբական երկրները մեծ մասը այսօր հանդես են գալիս երկու պետության լուծման օգտին, որը չի նախատեսում Իսրայել պետության վերացում։ Այլ խնդիր է, որ իրենք երազային երևի թե որ Իսրայել պետությունը վերանար, բայց իրենք դա լինելով իրատես քաղաքականապես չեն արտահայտում։ Այսինքն այդ լարման աղբյուրը պետք է փնտրել ոչ միայն Իսրայելում օբյեկտիվորեն, այլ նաև Թեհրանում, Իրանում եւ պետք է հասկանալ, որ մենք կարող ենք դրա ուժողը լինել։ Ինչու պարկ Աստծո, որ շարունակվում են այդ բանակցությունները, որովհետեւ Իրանի հարաբերական գոնե նորմալացումը հարաբերությունների արևմուտքի հետ շատ ձեռնտու է Հայաստանին եւ ձեռնտու չէ Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Սա ինչ որ չափով նաեւ Թուրքիային, բայց այստեղ քանի որ ավելի բարդ հաշվարկներ են եւ այլն դեռ մի կողմ թողնենք Թուրքիան, առաջին հերթին Ադրբեջանին, որովհետեւ բազմիցս ասել եմ եւ կասեմ հակաիրանականությունը դարձել է իր արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը, նույնիսկ ես դա անվանում եմ էքսպորտի ապրանք, ինքը արևմուտքի վրա ծախում է իրեն որպես հակաիրան, եւ քանի որ այդ խնդրը ակտուալությունը կորցնում է, Իրանը շատ թե քիչ նորմալացնում է հարաբերությունները արևմուտքի հետ, ուրեմն Ադրբեջանի այդ հոխորտալը այդ իրեն վաճառելու հնարավորություններն էլ քչանում են։ Ուրեմն մեծ ձեռնտու է, որ Իրանը փողզիչումների, թեզիչումների գնով կարողանա արևմուտքի հետ լեզու գտնել։ Եվ նաև երկրորդ կողմն էլ ուղղակի վտանգը քչանում է, ուղղակի մեր երկրի վրա վտանգը, որը կլինի պատերազմի դեպքում, նվազում է դրա հնարավորությունը, ինչը բխում է մեր շահերից։ Ուրեմն դա Աստված, որ ինչ որ արդյունքի գան եւ չեմ ասում, ես չեմ հավատում, որ երբ որ ասեմ չեմ ասում, որ լավանան, դառնան նորմալ, որտեղ այս ռեժիմի օրոք դա անհնար է Իրանի, բայց գոնե գնան դեպի նորմալացում, որովհետեւ այս պատերազմը եւ հարվածը Իրանին ձեռնտու չէ նաեւ հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Բացի նրանից, որ դա բազում այսպես վերքեր եւ հասարակ մարդկանց, հա, ինչպես կտուժեն նաեւ հազարավոր եւ հազարավոր հասարակ մարդիկ, կարեւոր չէ դրանք ինչ կրոնի են, ինչ հավատի են, ինչ ազգության են, բայց խոսքը մարդկային կյանքերի մասին է եւ ցանկալի չէ այդ պատերազմը բնականաբար։ Հիմա խոսենք թե ինչ է անում Պուտինը Ուկրաինայի հետ կապված, ակնհայտ է, որ չարաշահելով դեպի Ռուսաստան, ոմանք ասում են, որ դա ձևական է, ուրիշ նպատակներ ունի Տրամպը, ոմանք ասում են, որ Տրամպը ընդհուպ մինչև FSB-ի գործակալ է, մենք չենք քննարկում այդ տարբերակները, մենք խոսում ենք ըստ էության։ Օգտվելով նրանից, որ Տրամպի ադմինիստրացիան Ռուսաստանի հանդեպ բոլոր հայտնի նորմերը եւ նորմատիվները եւ պատմական օրինակները գերազանցող
ինչ որ մի բան կա, ձգտում կա Միացյալ Նահանգների կողմից մերձենալ Ռուսաստանին, Պուտինի հետ լեզու գտնել, չգիտեմ, դա կոնկրետ կապված է Տրամփի եւ նրա շրջապատի հետ իհարկե, Ռուսաստանը, Պուտինը ակնհայտորեն արհամարում է Միացյալ Նահանգներին, փաստորեն ծաղրուծանակի է ենթարկում այն ջանքերը, որ իրականացնում է Թրամփը եւ Թրամփի ադմինիստրացիան, եւ իրականացնում է հերթական դաժանագույն հանցագործությունները ոչ միայն ուկրաինացի ժողովրդի դեմ, այլ նաեւ մարդկության դեմ, այսինքն ել ավելի է խորանում խրվում Հաագայի այսպես տրիբունալի փոսի մեջ համոզված լինելով, որ ինքը այնտեղ երբեք չի հայտնվի, որովհետև հիմա էլ ունի այդպեսի դաշնակից ինչպես Թրամփը։ Ինչպես եւ պատմական հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպն էր այս գործընթացը, որը ես անվանում եմ Մոլոտով-Ռիբենտրոպ 2, շատ ընդհանրություններ ունի եւ ընդհանրությունը նա է, որ Ստալինի կամ Պուտինի համար դա ընդամենը ստորագրված կամ չստորագրված, հա, պայմանավորվածություն է, որից ինքը պարզապես ուզում է մաքսիմալը ստանալ, այդ թվում նաև թույլատնելով իր հակառակորդին, որի հետ իբր հիմա բարելավել է հարաբերությունները։ Սա իհարկե շատ տխուր է նաև Միացյալ Նահանգների համար, որովհետև որևէ լավ բան Միացյալ Նահանգներին դրան չի սպասում եւ հիասթափությունը լինելու է շատ մեծ եւ հետևանքները կարող են Միացյալ Նահանգների համար լինել շատ ծանր եւ ոչ միայն Միացյալ Նահանգների համար։ Սա է իրականացվում, նայեք Կրիվի Ռիհում ինչեր արվեցին, Կրիվի Ռի ասում եմ, որովհետեւ դա ուկրաիներեն անվանումն է, եթե խոսքը գնում է Ուկրաինայի մասին, ինչու պետք է մենք այդ քաղաքները կոչենք երրորդ լեզվի հնչեղությամբ, ուկրաիներեն դա Կրիվի Ռի է, եւ ինչը կատարվեց Սումիներում, ըստ որում այլուր Սումիում, որտեղ Սումին արդեն հոգնակի է, հա, սա մի խայտարակ անմարտկային դաժանություն է, որը նաև ուղղված է ուկրաինացի ժողովրդին կոտրելու եւ ցույց տալու, որ եթե իրենք ծնկի չկան, ոչ մի Եվրոպա իրենց չի բրկի, ինչպես ասում է Պուտինը։ Ինչը բերել է Եվրոպայի աննախադեպ ակտիվացման, օգնության մեծ ծրագրերի եւ այլն, որոնք իհարկե ժամանակ են պահանջում, որպեսզի հասնեն իրենց պիկին, բայց գնում են բավական արագ, արդեն եթե հավատանք, ես կարծեմ այս դեպքում պետք է հավատալ, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար, այսինքն Եվրոպական միության արտգործնախարար, այլ կերպ ասած, Կալլասին, ապա 50%-ից ավել այդ ծավալի ռազմական օգնության, որ ստանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ուկրաինան, արդեն Եվրոպան փակում է։ Դա իհարկե շատ քիչ է, պետք է 100 լինի եւ ավել, բայց տեմպերը շատ արագ զարգանում են, անում են ինչ կարող են։ Այստեղ շատ կարևոր է, որ Եվրոպական միությունը շատ արագ աչքերիս առաջ ձևավորվում է որպես ռազմաքաղաքական միավոր, ոչ միայն տնտեսական, ոչ միայն գաղափարախոսական աշխարհայացքային, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, այլ նաև ռազմաքաղաքական, որտեղ ցանկացած արժեք, եթե այն ի վիճակի չէ պաշտպանվելու, ապա այն ոտատակ է գնալու շատ ավելի ագրեսիվ վայրենի եւ պարտադիր չի ավելի զարգացած մշակույթների եւ քաղաքակրթական միավորների։ Պատմությունը դա է ցույց տալիս։ Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ չնայած բավական զարգացած էին տեխնոլոգիապես, պետք է ասել, եւ կազմակերպչական տեխնոլոգիաներով մողոլները,
բայց ոչ ոք չի կարող ասել, որ իրենք շատ ավելի բարձր էին եվրոպական քաղաքակրթությունից կամ մահմեդական քաղաքակրթությունից այն ժամանակվա, բայց տեսեք ինչ էր կատարվում։ Ուրեմն պետք է լինել ուժեղ, պետք է լինել շատ ուժեղ, որպեսզի կարողանալ պաշտպանել ազատությունը, մարդկային արժանապատվությունը, օրենքի գերակայությունը եւ այլն եւ այլն, այն արժեքները, որոնք հատուկ են արևմտյան քաղաքակրթությանը։ Եթե մենք հիմա արևմտյան կոլեկտիվ արևմուտք մի քիչ բարդ է ասելը Թրամփի քաղաքականության շնորհիվ, ապա քաղաքական առումով արևմտյան քաղաքակրթությունը դա լիովին հասկանալի եւ դեռ միասնական այսպես միասնական երևույթ է, որտեղ Միացյալ Նահանգները, եթե նայենք այն արժեքները, որ իրենք հռչակում են, գլխավոր արժեքները, որտեղ տարբերությունները շատ կարող են լինել, դա էլի օրենքի գերակայությունն է, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն է եւ ներկայացական ժողովրդավարությունն է եւ այլն եւ այլն։ Խոսքի ազատություն, եւ տարատեսակ ազատություն, խղճի խոսքի հավաքների եւ այլն։ Այն ինչ իրենք ժառանգել են եվրոպական քաղաքակրթությունից եւ շատ մեծ ավանդ ունեն, իհարկե նաեւ զարգացրել են եւ այլն եւ զարգացնում են։ Չնայած բոլոր Թրամփերին կամ ով էլ որ լինի ու գա։ Հիմա ինչ վերաբերվում է, մենք դրա մասին խոսեցինք, անցանք ներքին քաղաքականությանը, ուրեմն այլի շարունակվում է, ընտրվեց Վարդան Ղուկասյանը քաղաքապետ, ինչի ես հավարում եմ շատ վատ բան, երևույթ, ոչ թե համաձայն չեմ գյումրեցիների ընտրության հետ, ասենք գյումրեցիներին պետք է բացարձակապես մեկ լինի, ես իրենց ընտրության հետ համաձայն եմ, թե ոչ, նախ իրենք չեն ընտրել Վարդան Ղուկասյանին որպես քաղաքապետ, իրենք 1/3-ից քիչն է քվեարկել իր օգտին, դա փաստ է, պարզապես քանի որ բոլորն ընդդեմ ԿՊ-ի այդ սխեմայի մեջ են աշխատում, ամենաշատ ձայն ստացածը, եթե Մարտուն Գրիգորյանը լիներ, այդ տրամաբանությամբ են գնացել, նա կլիներ, ընտրել են Վարդան Ղուկասյանին եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ինքը հասկանա, որ ինքը տերուտ իրակալ չի, շատ սահմանափակված է, ես դեռ խոսեմ իր մասին որպես քաղաքապետ, հիմա որպես քաղաքական գործիչ առանձին խոսակցություն է։ Բայց սա լավագույն տարբերակը չի, ես ասել եմ, որ սա անլուծելի խնդիր է, գյումրեցիների ստացան մի քաղաքապետ, որի մեծ մասը բնակչության 50%-ից ավելին տեսնելով չի տեսնում, չի ուզում, դժգոհ է, վատ կարծիք ունի եւ այլն, եւ դրա հետևանքները մենք կտեսնենք։ Բայց դրա լուծումը պետք է լիներ, որ ոչ թե սարիկին դնեին եւ էլի մեծ մասը գյումրեցիների ունենար մի քաղաքական ուժի կառավարում, որին էլի տանել չի կարող, չի ուզում եւ այլն, տրամաբանական կլիներ ձևավորված հանգամանքներում, սա իդեալական տարբերակը չի, որը մենք նստել ենք կաբինետներում գծել ենք։ Սա այն է, ինչ որ որոշել է ընտրողը, ինչպես բազում հանգամանքներ կան այստեղ։ Դա կարևորը չի նույնիսկ ինչ հանգամանքներ, այդպես է որոշել, պետք է լիներ ինչ որ երրորդ անձ։ Ոչ ԿՊ-ն եւ ոչ Վարդան Ղուկասյանը։ Օրինակ Մարտուն Գրիգորյանը, էլի հասկանում եմ, նախկինական է, սերտորեն կապված է Սերժ Սարգսյանի հետ, ամեն ինչ ընդունում եմ։ Ինչ որ ասեք, բոլորը ճիշտ են։ Բայց ԿՊ չի, բայց Վարդան Ղուկասյան չի, Վարդանիկ չի։ Սա պետք է հասկանալ, որ ընտրությունների արդյունքներից հետո, եւ դա մեզ պետք է գա նաեւ 26 թվականին, դրա մասին մենք դեռ կխոսենք, խորհրդարանը լինելու է այնպեսին, ինչպեսին լինելու է։ Պատկերացնենք, որ ազատ ընտրություններ են եւ համատաբար մրցակցային ընտրակեղծիք չկա։ Ուրեմն պարլամենտը լինելու այնպեսին, ինչպեսին եղավ։ Լավն է, վատն է։ Այնտեղ ասենք ինչ որ քանակությամբ ԿՊ-ականներ էլ կլինեն, քոչարյանականներ կլինեն, սա էլ կլինի, նա էլ կլինի։ Հուսով եմ եւ համոզված եմ, որ մեծ ներկայացություն կունենան նաեւ առողջ ուժերը, հա, այսպես
պայմանական երրորդ ուղին հայկական, բայց լինելու է ինչ որ լինելու է, եւ կառավարության ձևավորումը եւ այլն այդ հարցերը պետք է լուծվեն այդ շրջանակներում։ Հիմա կա ինչ որ կա։ Եվ ես կարծում եմ, որ լավագույն տարբերակը կլիներ Մարտուն Գրիգորյանի ընտրվելը անդիմության ձայներով։ Ինչու ոչ ԿՊ-ի ձայներով, որովհետև եթե ԿՊ-ի ձայներով լիներ, ստեղծվելու էր պատրանք կամ համոզվածություն, կներեք պատրանք, չէ, որ էլին էլ խափեցին, իրեն գնացին 60 քանի տոկոսը ԿՊ-ին դեմ քվեարկեց, բայց էլի ԿՊ-ն է կառավարում։ Այդքան էլ Գյումրեցու համար լավ տարբերակ չի։ Դրա համար իսկ եթե անդիմությունն է, ուրեմն երկու հարց է կլուծվեր։ Երկու հարց կլուծվեր։ ԿՊ-ի դեմ քվեն տված կորինականացվեր էլի, ինչպես հիմա կորինականացվեր, որովհետև չեն ուզում ԿՊ-ն չպետք է կառավարի։ Բայց եւ Վարդան Ղուկասյանի դեմ քվեն էլ իրականացվեր։ Այսինքն Վարդան Ղուկասյանն էլ բարձր բացասական ռեյտինգ ունի, խնդիրներ կան իր անվան շուրջ, այդ մասով էլ գյումրեցիները հանգիստ կլինեին։ Դա ամենևին չի նշանակում, որ իդեալական կառավարում էր լինելու եւ իդեալական ուժերի, բայց գոնե երկու այդ ծայրահեղությունները անընդունելի գյումրեցիների համար չէին դառնա ուղղակի ղեկավար կառավարող Գյումրիում։ Սա զուտ խոսում եմ տեղական ինքնակառավարման եւ տեղական պարլամենտարիզմի տեսակետից, բայց պարոն Ղուկասյանը բացի իր ադաթա նամուսա ադաթա գողական այդ իր խոսույթից բան, որը դե երևի բոլոր դեպքերում ինչքան 26 թե 28% մարդ քվեարկել է գյումրիցիների համար ընդունելի է մի մասի համար գոնե նորմալ է, որը իհարկե շատ-շատերիս բնականաբար ահավոր նյարդայնացնում է եւ ընդունելի չէ, բայց նորից եմ կրկնում։ Ես Երևանում նստած Գյումրի քաղաքապետ չեմ կարող ընտրել։ Ինչպես նաև Արտաշատի եւ այլն։ Հենց տեղական ինքնակառավարման գաղափարը է, որ դա տեղական ինքնակառավարում է։ Դա նույնիսկ պետական իշխանություն չի։ Գյումրի քաղաքապետը պետական իշխանություն չի։ Դա տեղական ինքնակառավարում է։ Եվրոպական քաղաքական միտքը հստակ տարանջատում է տեղական ինքնակառավարումը պետական կառավարումից։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Եվ գյումրեցիները իրենք կարող են ունենալ իրենց պատկերացումները, դա իրենց իրավունքն է, բայց պարոն Ղուկասյանը իրեն թույլ է տալիս նաև արտահայտություններ, իր հայացքները հայտնի են, իր սերտագույն կապերը Ռուսաստանի եւ ռուսահայ, այսպես ասած, որոշակի շրջանակների հետ շատ հայտնի են եւ շատ հին են, բայց իրեն թույլ է տալիս նոր պաշտոնը ստանձնած անել հայտարարություններ Հայաստանի Հանրապետության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, ինչը արգելված չի։ Ծանրորեն արգելված չի, ցանկացած քաղաքական գործիչ, եթե նա պետական պաշտոնի չի, դա չի նշանակում ինքը քաղաքական գործիչ չի, ինքը քաղաքական պայքարում է դարձել Գյումրիի քաղաքապետ։ Փորձում օբյեկտիվ լինել։ Կարող է կարծիք ունենալ, եթե այդ կարծիքները չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան եւ անվտանգ գոյությանը։ Ինքը արդեն հայտարարել է, որ կուզեր Բելարուսը Հայաստանը տեսնել միութենական պետության մեջ, ինչպես օրինակ Բելարուսը։ Միանգամից պետք է իրեն ասել, եւ այստեղ պետք է բոլոր քաղաքական ուժերը կապ չունի, ես ԿՊ-ին ոնց եմ վերաբերվում, ԿՊ-նից ոնց է վերաբերվում եւ այլն, դա ոչ մի կապ չունի։ Շատ հստակ արտահայտվենք, որ մենք էլ կուզեինք Վարդան Ղուկասյանին տեսնել նույն տեղում, որտեղ կուզեինք տեսնել եւ միութենական պետությունը եւ դրա կազմող դեռ երկու պետությունները, ոչ ժողովուրդների։ Սրա դեմ պետք է սուր քաղաքական պայքար վարել։
ոչ թե ԿՊ-ի նման չգալ նիստի խայտարակությունը։ Դուք պատկերացնում եք այն 36%-ը, որոնք ձայն են տվել ԿՊ-ին, ինչպիսի լքված են իրենց զգում, ինչպիսի հիմա կարող է վախի հոգեբանական վախի մեջ ապրեն, որ ԿՊ-ն նույնիսկ քաղաքական պայքար չի ուզում վարել, ինքը չի գալիս նիստին, 33 հոգուց 14-ը իրենք են, փոխանակ կան, հայտարարեն, որ դեմ են քվեարկելու Ղուկասյանին, ասեն, որ ասենք գյումրեցիները կհամոզվեն, որքան սխալ էին իրենց ընտրության մեջ, որ իրենք թույլ չեն տա, որ լինեն չարաշահումներ եւ այլն եւ ողջ իրենց պոտենցիալը քաղաքական պայքար վարեն արդեն որպես ընդդիմություն։ Իրենք արդեն փաստորեն տարբեր սոուսների տակ ձեռքերը լվանում են, իրենց հույսը միանգամից ասեմ ակնհայտ է, դա դատախազությունն է, ոստիկանությունն է, ԱԱԾ-ն է, հակակոռուպցիոնն է, իրենք քաղաքական ուժ որպես ԿՊ չկա։ Իրենք այն ընտրություններում համապետական պարտելուց հետո էլ են չքվելու գնան, դառնալու են փոքր գուցե մի քանի աղանդներ քաղաքական, որովհետև իրենք կոպիտ ասած դրա համար չէ։ Քաղաքականությունը դա ոչ միայն է, որ դու գաս իշխանության, այլ դա ընդդիմություն լինելու պատրաստակամությունը եւ կարողություններն են։ Այդ փոխանակ հիմա արտահայտվել, ասել, որ օղորմած մեծ պապիտ ձեր խոհանոցում կտեսնես, բայց Հայաստանը Միութենական պայմանագրի մեջ չես տեսնի, պարոն Ղուկասյան, իրենք բոյկոտում են նիստը։ Ու իսկ իրենց ավագ գոլեգաները ԱԺ-ում անդադ դուրս են գալիս բաներին, նախկինները, որ իրենք են բերել նստացրել, ոչ միայն ընտրողը է, իրենք են հանգամանքներ ստեղծել, որպեսզի դրանք լինեն ընդդիմություն մեն, իրենց դա ձեռնտու էր, իրենց վերարտադրվելու միակ հնարավորությունն էր։ Դասեր են տալիս, դուք ինչ ընդդիմություն եք, դուք եւ այլն, դուք ինչ ընդդիմություն եք։ Իրենք Գյումրիում ընդդիմություն եք, ո՞նց եք ձեզ պահում։ Սա շատ կարևոր է։ Հիմա կասեն, ընտրվել է Վարդան Ղուկասյանը, ինքն է այդ հիմարությունները ասում Միութենական պայմանագրի վերաբերյալ, բայց դու էլի կպնում ես ԿՊ-ին։ Որովհետեւ Վարդան Ղուկասյանն էլ մեծ առումով իրենք են բերել։ Իրենց բացասական վարկանիշով այդ նախկին ներկա այդ բանը չհասկանալը, որ նախկին ներկա այդ հնարքը մաշվում է, ինքը եթե մաշվում է, իր էֆեկտիվությունը կորում է։ Հա? Ասենք նույնիսկ մուճը շատ օգտագործում են, մաշվում է, տեսնում են, պետք է այդ բանը փոխվի։ Իրենք չեն հասկանում, որ այդ բանը մաշեցրին, ոչնչացրին, այնքան չարաշահեցին նախկիններ կան, որ արդեն բացասական հակառակ բացարձակած էֆեկտ է տալիս, ասում են, այդպես է ընտրողը, ուրեմն թող նախկին լինի, մենակ դու չլինես, հասան դրան հասցրին, երբ որ բոլոր այլընտրանքները մերժվեցին, այնպես որ իրենք առաջնային պատասխանատվություն են կրում, իսկ Վարդան Ղուկասյանն այն ինչ որ կա, մենք գիտենք, ես ուղղակի ասեմ, իմ գաղափարական թշնամինը, այն ինչին ինքը հավատում է, սկսած իր թե ոնց պետք է մարդկանց հետ շփվել, ոնց պետք է կառավարել քաղաքը, որ արժեքներն են ավելի առաջնային կամ երկրորդական եւ այլն, մենք բացարձակապես բարիկադների տարբեր կողմերում ենք։ Էլ չեմ ասում Հայաստանի քաղաքական եւ այլն ապագա։ Բայց թշնամի է։ Իսկ շատերի համար ոչ թշնամի ԿՊ-ի պահվածքը, թե ոնց է մեր դարպասները բացում թշնամու առաջ, դա ակնհայտ է։ Հիմա ընտրություններին գարասորին, իսկ դուք ասում եք, նախկինները չէին գա, տեսա Գյումրի, էլի նույն երգը երգելու են իրենք երգերը շատ քիչ են։ Ուրեմն նախկիններ կա շանտաժ պատերազմով։ Նախկիններ կա, ինչ ասես այս բանը պայմանագիրը լավը չի,
այս բանը շատ ենք զիջում։ Բանակը պետք է ասելուն իս դու ուզում ես պատերազմ, իս դու պատրաստ ես գնաս զոհվես եւ այլն եւ այլն։ Նույն դեմագոգիան, իրենք ուրիշ բան չունեն, ասելիք չունեն։ Որովհետեւ Փաշինյանը եկել է ազգային ժողով գլուխ է գովում, որ 4 միլիարդ դոլար ավել իրենք փող են բերել, թե բյուջես չգիտեմ, չեմ ստուգել։ Թվերը ասենք այդպես է, 4 միլիարդ։ Հələ բաժանեք 7 տարվա մեջ։ Մի քանի 100 միլիոն դոլար ավել փող են բերել ամեն տարի։ Ինչ է, եթե ԿՊ-ն չկառավարեր, ՊՊ-ն կառավարեր։ Ավելի շուտ կկն նույնիսկ։ Անհնար էր, որ այդպեսի բան լիներ, որ ամեն տարի մի քանի 100 միլիոն դոլար ավել բյուջե փող լստեին։ Դրա համար արժեր դարի մի ասա։ Այս ամեն ինչը։ Անիմաստ բան, որտեվ ասելիք չկա, որտեվ գլուխ գովալու տեղ չկա։ Առանձին ձեռքբերումների կողքին անծայրածիր տապարումներ եւ անհաջողություններ։ Ես նույնիսկ չեմ քննարկում հիմա ԿՊ-ի գաղափարախոսությունը, աշխարհայացքը, թե մեր ռեգիոնի վերաբերյալ բան, դա եթե դու կարծում եք, որ իրենք Վարդան Ղուկասյան շատ հեռու են գտնվում, չէ, այդպես չի, հավատացնում ձեզ։ Ասենք բանն է։ Նա բանն է, full տարբերակն է, իրանք light տարբերակն են երևույթի։ Բայց ես դրանք նույնիսկ չքննարկում։ Կոնկրետ ոնց են կառավարել Հայաստանը, վատ են կառավարել Հայաստանը։ Վատ են կառավարել եւ կառավարում։ Եվ եթե վերընտրվեն, էլի վատ են կառավարել, որովհետեւ եթե 7 տարում իրենք ոչինչ չեն սովորում, բանի Նիկոլ Փաշինյանի խոսքերն են իմը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ 7 տարում իրենք ոչինչ չեն սովորել։ Ինչ է, ինչքան քանի տարի իրենց պետք, 30 տարի, 40, 50, ինչքան տարի է պետք որ իրենք սովորեն։ Բանին այդ օրինակը բերել են կարնի հետ զրուցում ենք, բայց իսկապես այդպես է, ես ոչ մեծ հեգնանք է, սարկազմ, պրիմատներին իհարկե, նույնիսկ ոչ պրիմատ կապիկներին, էքսպերիմենտ են անում, ինչ-որ կրկվող կարևոր գործողություններ, ավելի արագ են սովորում, ասենք 7 տարում բազում նոր հմտություններ կձեռք բերեն, ապացուցված է կան էքսպերիմենտներ շատ հետաքրքիր, ով հետաքրքրվում է կենսաբանությամբ եւ այլն կարող են գտնել, նայել, տեսնել, կարդալ։ Ուսում եք 7 տարում մնացինք առաջի դասը։ Այդ բնական է։ Հիմա Աստված չտա մի 20 հատ Վարդանիկ տարբեր տեղերում կարող են հաղթել, հետո մենակ այդ Վարդանիկներն են մեղավոր։ Որ կան, իրենք կան։ Բանը, ասենք բան, գրիպը կամ չգիտեմ, հիվանդությունները կամ չգիտեմ, վատ եղանակը ինքը կա։ Բայց ինչ ենք մենք անում, որ ասենք անձրևի ժամանակ հեղեղ չլինի, հա։ Ծառերը պետք է չկտրել կամ նոր ծառեր տնկել, որ շոկին մարդիկ չուշաթափվեն։ Այսինքն բնական երևույթ է։ Կան այդպեսի մարդիկ, նախկիններ եւ այլն։ Ինչ են անում, որ դա չկրկնվի։ Ինչ արել էս իշխանությունը, որ դա չկրկնվի։ Եվ իհարկե մայիսի 9-ի պահով վերջին բանը ասեմ։ Եվրոպական միությունը փաստորեն արգելել է բարես բուն իմաստով արգելել է։ Այն երկրներին, որոնք Եվրոպական միության մաս են կամ ձգտում են պաշտոնապես այս դառնալ Եվրոպական միության մաս, մասնակցել անխայտարակ արարողությանը, որը լինելու է մայիսի 9-ին Մոսկվայում։ Արգելել է։ Վուչիչին, Սերբիայի վարչապետ, ասել են, եթե մասնակցես, ուզում են Եվրոպական միության մասին մոռացել, իրենք պաշտոնապես հավակնում են։ Վարելով են քաղաքացիությունը, որ վարում են, անելով են, ինչ-որ անում են, հավակնում են։ Գաս, գնաս, կանգնես Պուտինի կողքին, մարդասպանի կողքին, այդ զինվորական տեխնիկան եւ զինվորականները, որոնց մինչեւ ստեղ արյան մեջ են եւ այլն, դու բան անես, ողջունես, Եվրոպայի մասին մոռացի։ Հիմա Հայաստանի Հանրապետությունն ազգային ժողովով Եվրոպական միության կներեք մասին այդ որոշում ընդունել է։
Եվրոպական միությունը ասում է անհամատեղելի է, կամ, արդեն առաջին կամը։ Եթե Փաշինյանը գնա, իմացեք, որ դա նշանակում է իհարկե մոռացեք, իմը սա է։ Արդեն ձևանել եւ դեմագոգիայով զբաղվել չի կարելի, արդեն կա որոշում։ Եվ իմիջայլոց հրապարակային կարող եք նայել գտնել։ Եվ իմիջայլոց այն փաստարկը, որ մեր պապերն են կռվել, ախպեր մեր պապերը կռվել են, զոհվել են։ Իմ մորական պապիկս էլ է մասնակցել։ Շատերս։ Փաշինյանի պապը զոհվել է, ես գիտեմ, եւ շուտ բան է։ Բնականաբար հիշատակը պետք է հիշել։ Ամեն ընտանիք եւ մենք բոլորս, բայց ինչի մենք չենք կարող կազմակերպել առանց Գեորգիևյան ժապավենի, առանց ռուսական ու բանը FSB-ի, չգիտեմ որ կաբինետներում ստեղծված միֆերի, առանց Ռուսաստանի այդ շովինիստական ուղղակի տոտալիտար, հա, մարդակերական դրսևորումները աջակցելու չեն կարող, բոլորս մայիսի 9-ին մեր զոհերին, այդ հաղթանակը, որը մարդկությանը շանս տվեց, հա, խաղաղ արժանապատիվ կյանքի, իհարկե ոչ բոլորին եւ ոչ բոլոր տեղերում դա այլ խնդիր է, դա պատմաբանների խնդիր է, դա մարդկանց խնդիրը չի։ Գնալ նշել, նորից եմ կրկնում, առանց սովետական սիմվոլիկայի, առանց կարմիր դրոշների, առանց այդ Գեորգիևյան ժապավենի, հա, ժորիկի լենտը չկա, ինչպես ես ասում եմ, գնալ նշել, ով է ասում, նշելու բան չի այդ մայիսին։ Նշել նաեւ Արցախյան պատերազմի զոհերին, մեր եւ նշենք, որ մենք դա երաթոններ եւ այլն եւ Շուշիի ազատագրումներ ենք նշում։ Գնանք նշենք։ Պուտինը ստեղ ինչ գործ ունի, մի հատ բացատրեք։ Ու եթե ես ասում եմ, որ պետք չի գնալ, ու բազում խելամիտ մարդիկ ասում են, ես ինձ հանդգնում եմ այդ խելամիտ մարդկանց շարքին դասելու։ Մի գնացեք։ Չի նշանակում, որ մայ բան անեք, մայիսի 9-ին սվաստիկայով դուրս գանք, չգիտեմ, ապուշո չենք։ Ես ասում եմ, որ Պուտինի խաղերը մի խաղացեք ու մի թշնամացեք Եվրոպական միության հետ, որովհետև Եվրոպական միությունը միակ շանսն է Հայաստանի դուրս գալ այս փոսից։ Որ Եթե Նիկոլը գնա, էլ ձեր վայրահաչոցը Ղուկասյանի դեմ, քանի կոպեկ արժի, չէ, հիմա ես դա քննադատություն եմ անվանում, բայց եթե գնա, բոլոր քայլիստական այդ բաները, Վարդանիկը, բան, դա արդեն վայրահաչոց կլինի։ Պարզապես շները, որ իրար վրա հաչում են փողոցում, ու ինչ-որ գաղափարական աշխարհայացքային կռիվ չի դա, ինչ-որ մի բան իրար դուրերը չի եք, բան, տարածք են կիսում, չգիտեմ ինչ են անում։ Ասենք մի կետոր ոսկոր են գտել, ասում է ես ուտեմ, ասում է ես ուտեմ, բայց դե չկա աշխարհայացք, մարդկայինը չկա։ Դրա համար եթե Նիկոլ Փաշինյանը գնաց ու կանգնեց մարդասպանի կողքին, ուրեմն իրենց քննադատությունը նյութենական պետություն գովաբանող եւ ձգտող Վարդանի Ղուկասյանի հանդեպ դառնում է վայրահաչոց պարզապես։ Ինքը բացարձակապես կորցնում է ցանկացած աշխարհայացքային պոզիտիվ իմաստ։ Ու ասել ենք ու ասելու ենք, ու թող չթվա, որ ինպես մտածող մարդիկ հանուն չգիտեմ ինչի ձայներս կտրելու ենք եւ այլն։ Ձեզ պարզ է ասվում, մի գնացեք։ Հետևանքները լավ չեն լինելու մեր երկրի համար։ Էլ բացի դրանից խայտարակություն է դա։ Դա խայտարակություն է, դա համաշխարհային միջազգային խայտարակություն է։ Մի գնացեք։ Ու սա ինչպես ասենք, էլի, ես նայում եմ իմ ընկերները, բան, իրենց բլոգերում, լուծվածներում, բան, պատռում են իրենց։ Ու դա ոչ թե որ մենք բան ունենք, ինչ որ ընդհանուր գիծ, որտեվ տրամաբանությունը ամեն եւ խիղճը, տրամաբանությունը եւ պոզիտիվ ձգտումները հայ ժողովրդի բացարձակապես դրա հետ կապ չունեն։ Մի գնա։
Ես այսպես կոչերով կառավարությանը չեմ դիմում ընդհանրապես, բայց հիմա կոնկրետ է հարցը, կամ նստում ենք ինքնատիպ, գնում է կամ չի նստում, չի գնում, չկա երկրորդական, երրորդական տարբերակներ։ Ու չպետք է գնա։ Եթե գնա, ասում եմ, դա բացի նրանից, որ ես որպես հայ մարդ, որպես ինձ ահավոր վատ վիճակում եմ զգալու, դա երկրի համար ունենալու է վատ հետևանքներ։ Եվրոպական ինտեգրացիայի համար, որի համար այդքան մարդ ստորագրություն է տվել, եւ որը ԱԺ-ով եւ այլն անցավ, եւ այն քայլիստ պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել, իրենք իրենց բարձրացած ձայնի վրա թքում են։ Ինչևէ, հուսով եմ, շատ մեծ չէ, բայց ինչ որ հույս կա, որ բանականությունը խավարին կհաղթահարի եւ գոնե այդ հարցում մնացածում մեծ հույսեր ավելի քիչ են հույսերս, բայց այդ հարցում գոնե խավարին կհայտի բանականություն։ Շնորհակալություն, կներեք, եթե ինչ որ էմոցիոնալ էր, բայց սա շատ կարևոր է։ Իրականում սա պատահական բան չի, կապված մայիսին գնալ չգնալու հետ։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։